Բարև ձեզ երեխաներ, այսօրվա մեր դասի թեման է հասարակական երգեր։ Դասի վերջում կիմանանք ինչ է ծիսական երգեր եւ պարեր, երկրորդը հասարակական երգեր եւ պարեր, երգեցողություն զարզնումը կոմիտասի գրառման, շավալի հայկական ժողովրդական պարի, երկրորդը համեմատական վերլուծություն, այսինքն դուք ինքներդ ձեզ գնահատելու եք ինչքանով եք տիրապետում այս թեման։ Ինչ է ծեսը ծիսական երգեր եւ պարեր։ Խնդրեմ Տիգրան։ Հայոց եկեղեցում ծեսերը հաստատել, սահմանել եւ կարգավորել են կաթողիկոսները համաձայն աստվածաշնչյան մեկնությունների եւ քրիստոնեական դավանության։ Այդ գործում ներդրում են ունեցել Գրիգոր Լուսավորիչը եւ Ներսես Մեծ կաթողիկ։ Հունվարի 6-ին ինչ տոներ երեխաներ։ Այդ կերպ ինչպես էինք ասում։ Ավետիս, ինչ է նշանակում ավետիս։ Երազս, ապրեք, որ երկն էինք անցել։ Ավետիս, ավետիս երկը լինում է եւ հոգեվոր եւ ժողովրդական, այսինքն եւ կատարում է եկեղեցին եւ ժողովրդի կողմից։ Բարի կենդան, որ երկն էինք անցել, գացեք, տեսեք։ Վարդավառի տոնի նվիրված, որ երկն է։ Սոնարիա։ Ամեն տարի Հասնինք բարով ավետիս Սոնայա Գացիք տեմպարագացավ, սենք ինչ է ցույց տալիս երաժշտության ինչա արագության ընթացքա Սոնայա Սոնայա Սոնասիրու Սոնայա 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 Սոնասիրուն Սոնարյար, վարդավառը գալիս է, Սոնարյար, Սոնարյար, ծաղիկը ծնծալիս է, Սոնասիրուն Սոնարյար։ Ավետիսը երգ է, պարի թե քայլ երգ է։ Երգ է։ Իսկ Սոնարյարը Պարեր, ինչ է նշանակում պարեր։ Այո, կարողանում ես պարել եւ երգել։ Սա ծիսական երգեր են, որոնք կապված են եկեղեցական տոների հետ։ Ծիսական են կոչվում, խնդրեմ։ Ծիսական են կոչվում այս ժողովրդական երգերն ու պարերը, որոնք ուղեկցվում են կենցաղի մեջ, արմատավորվում են զանազան ծիսական արարողություններով եւ սովորություններով։ Դասակարգվում են 3 խմբի։ Հասարակական, որ այսօրվա մեր թեման է, ողբել կամահեպի եւ եկեղեցական երգ։ Դրանք նաեւ անվանում են ինչ ձևով, ինչ են ասում։ Ինչ ծառի երգեր։ Ասա կենաց, ինչ է նշանակում կենաց։ Կենալ բառից, այո, այսինքն տոնի շարունակություն։ Հարսանիք իրենից ներկայացնում են թատերական ներկայացում, հա՞։ Եվ այստեղ գլխավոր անձինք ովքեր են։ Հարստուփեսա։ Իսկ այլ անձինք բարեկամները, քույր, եղբայր, հարազատներ։ Հարստուփեսային գովերքել են։ Ինչ բառերով են գովերքել։ Թագավոր թագուհի։ Օրինակ դա որտեղից գիտեք, 4 դասանում են երգ ենք անցել, ինչ երգ ենք անցել։ Թագուհի մեր դու սարի, ճիշտ է։ Երգենք մեկ անգամ երեխաներ։ Փորձենք։ Թագվորի մեր դու սարի, տես թե ինչեր ենք բերել, թագվորի մեր դու սարի, քեզ ենք հասիկ ենք բերել։ Նախորդ դասին անցանք զարզնգր երգը, եթե հիշում եք, սա նույնպես կատարվում է հասարակական արարողության ժամանակ։ Զարզնգր, զարզնգր, թող զնգա, զարզնգր, զարզնգր, թող զնգա, պարեն գիշելու սնկա, պարեն գիշելու սնկա։ Պար երգեր, թե երգեր ուղղակի։ Պար երգեր, թագուհի մերը պար երգեր, թե երգեր։ Ապրեք, որտեղ է խաղիկն ու կրկնակը։ Զարզնգր, այո, իսկ նրանք արդեն ազատ շարադրանք են, չէ՞։ Ահա, երեխաներ, հիմա գովերքեցինք թագավոր եւ թագուհի, հա, մեր հարստուփեսային, համեմատել են կանաչ եւ կարմիր գույներով։ Կանաչը խորհրդանշում է երկարատևության, երիտասարդության գույներով բնորոշում, իսկ կարմիր գույնը բնորոշում է ուժ, երջանկություն։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնեք այն դիզայն երգին։ Աղրական բնույթի այս երգը հարսանիքների ժամանակ ոչ ոք իրավունք չուներ մեղանալու, նույնիսկ քահանան, գյուղապետը, որտեղ հարսանիք է, արարողություն է, ուրախանում են,
հարսուփեսայի ուզում են ուրախացնել, դա մեծ տոն է, մեծ արարողություն է։ Եվ ոչ ոք իրավունք չունեն նույնիսկ այդպիսի երգերի վրա զայրանալ կամ վիրավորվել։ Հիմա բացեք այն դիզան երգը, տեսեք բառերը, այն դիզան, բետ դիզան, տեսեք այն ո՞րն է, այն դիզան, բետ դիզան, գեղի ռեսներն են։ Ճնճղներ ճլվլալեն, տեսեք այն ո՞րն է, ճնճղներ ճլվը տիրացուկն է։ Տիրացուկը դա եկեղեցական պաշտոնի սարկավակից ավելի ցածր պաշտոն է, ասենք դպիլ, այդպես կարող ասել։ Այն արև երկնուց արև, տեսեք այն ո՞րն է, այն արև երկնուց արև մեր թագավորն է։ Ում ենք հովերքում։ Հեսարից, չէ՞։ Այն լուսին ամպերի մեջ, տեսեք այն ո՞րն է, այն լուսին ամպերի մեջ մեր թագուհին, ով է մեր թագուհին։ Բեդիզան, տեսեք այն ո՞րն է, այն դիզան, բեդիզան, գեղի ռեսներն են։ Ճնճղներ ճլլալեն, տեսեք այն ո՞րն է, ճնճղներ ճլլալեն, այն տիրացուկներ։ Այն արև երկնուց արև, տեսեք այն ո՞րն է, այն արև երկնուց արև, մեր թագավորն է, այն լուսին ամպերի մեջ, տեսեք այն ո՞րն է, այն լուսին ամպերի մեջ, մեր թագուհին է։ Դնուց ավանդույթներից եկավ եւ այսօր էլ այս երգը կատարում է։ Նույնիսկ հարսանեկան երգերի մեջ մենք ունենք բացի պար երգերից երգեր, որոնք ծաղրական բնույթ են կրում, իսկ Կոմիտասը դրանք ասում էր, գիտեք ինչպես էր մեկնա, ոչ թե ծաղրական էր ասում, ասում զվարճական երգեր, ազեր երեխաներ։ Հասանիքներ լինում են առանց պարերի, ոչ, դե դու գիտեք, հարսուփեսայի պարը, եղել են ռազմական բնույթի պարեր, բայց խնդրում վերջին ուշադրություն դարձեք խնամիների պար, շավալի, սա յուրահատուկ պար է, խնդրում բացեք դասավերքի 27-րդ էջը, իդեպ ասել, ուշադրություն դարձեք այս պարի, եթե ուշադրություն եք դարձնում պարը, ընդհանում է ձախ պարակ հայլով։ Սա խնամիների պարն է, որը այսպես ավանդույթով եկել հասել է մեզ, ներկայումս Ախստանում և Ջավախքում ապրող կանեքսների մեջ այս ավանդույթը պահպանված կար, սակայն չկար գրառված այդ պարը։ Այս պարի մասին առաջին անգամ հիշատակում է Սեփուր Լիսիցյանի սան Սենյան Խաչատրյանը։ Սակայն պարը պահպանված չէր և տարիներ անց շրջայցեր կատարելով պատահաբար Սյուզան Բին-Սինայանի հայտնաբերեցինք և վերջնականորեն գրառելով այս պարը վերականգնեցին և բարձրացրել։ Հարց ու պատասխանի միջոցով եկեք ամփոփենք ինչ հասկացանք այսօր, ինչ իմացանք հարսանեկան պարեր ասելով, հարսանեկան երգեր ասելով։ Այն դիզան երգը իմ կատարման լսեցիք, հաջորդ դասի մենք այս երգը կսովորենք, կամրացնենք, հարց ու պատասխանի միջոցով կսովորենք և երգեցողություն զարզնգը թագուհի մեր դուրս գալի երգերը և խաղիկն ու կրկնակը։ Եվ ամենավերջում իմացա, կարողացա, տիրապետեցի, տեսեք աղյուսա կա, ինչ է ծեսը, ծիսական երգերը և պարերը, գերազած լավ բավարար չիմացա, կնշեք, կարողացա տարբերակել հարսանեկան երգերը և պարերը, գերազած լավ բավարար չկարողացա և տիրապետեցի ծիսական երգերի և պարերի վերաբերյալ գիտելիքներ։ Հիմա տեղից արագ ստուգում ենք։ Ինչ գիտես ծիսական երգերի մասին։ A. Երգեր, որոնք կատարում են կարգերի ավանդույթների եկեղեցական տոների ժամանակ, B. Դրանք եկեղեցում հնչող շարականներ են, D. Համարվում են նաև աշխուհական երգեր։ Պատասխան, արագ։ Երգում են, որոնք կատարում են կարգերի ավանդությունների եկեղեցական տոների ժամանակ։ Ճիշտ է պատասխան։ Նշի ծիսական երգերի տեսակներ, շարականներ A. B. Ողբերգեր, մահերգեր, D. Եկեղեցական տոներ հնչող երգեր։ Խնդրեմ, ինչ ես նշել։ Ողբերգներ և մահերգեր եկեղեցական տոների հնչող երգեր։ Ճիշտ է նշել, ապրեք։ Երրորդը նշվածներից որն է ծիսական երգեր։ Թամզարա, B. Տաղծննդյան, Սոնայար։ Ինչ ես նշել։ Թամզարա, Սոնայար։ Ճիշտ է նշել երեխաները։ Սխալը որն է։ Ով կասի։ Ապրեք, Թամզարան ծիսական տոներին չի պատկանում։ Համեմատական վերլուծություն գնահատում և ինքնագնահատում։ Ես վերցրեցի ձեր աշխատանքները, կանը կնայեք, ինչպես եք ձեզ գնահատել, գերազանց, լավ, բավարար չիմացա, արդյունքների հիման վրա, իսկ տնային հանձնարարություն, հանձնարարում H 25-րդ է, երեխաներ, այն դիզайн երգը, մենք ունենք QR կոդի միջոցով կարող եք ունկնդրել, կարող եք տանը երգել և 27 էջի վրա շավալի պարը, նույնպես ունկնդրեք,
Կարող եք տանը պարել, ձեր ծնողների հետ, փորձեք պարել, հա։ Դասին մենք սա միասին սովորենք Էնդիզան երգը եւ Շավալի պարելը։ Շնորհակալություն։